Արագ մի բան ասեմ, քիչ առաջ Factor լրատվականը հղում կատարելով The Insider շատ հեղինակավոր միջազգային լրատվականին մի հոդված է հրապարակել, որտեղ փաստաթղթեր կան, որ Սամվել Կարապետյանը, բացի Ռուսաստանի քաղաքացի լինելը, նաև հանդիսանում է, ներկայանում է որպես ռուսական ՖՍԲ-ի աշխատակից։ Հոդվածը շատ հետաքրքիր է, շատ մանրամասներ կան, թե ինչ է կատարվում, ով ինչ հրաման է ստացել, ով իրենից ինչ է ներկայացնում, հղումը տեղադրված է, կարող եք ծանոթանալ, ես կարծում եմ, որ մեր 17 կուսակցությունները, մյուս 17 կուսակցությունները պարտավոր են սրա հետ կապված մեկնաբանություն իրենց դիրքորոշումը ասել, իսկ իմ կարծիքով իրավապահները պետք է նույնպես իրենց գնահատականը տան, թե ոնց է ստացվում, թե որքան իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը եւ քաղաքականության մեջ մտնելը եւ ինչ նպատակներ են հետապնդում այդ գործողությունները։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական պատմությունը այստեղ շատ արագ իր վախճանը գտավ։